Հայաստանի պետական բուհերում սեպտեմբերի 1-ին 74 թվից հետո ծնված մի քանի տասնյակ երիտասարդ դասախոսներ լսարան չմտան։ Տարիների ջանքերով արված կարիերայից մեկ օրում հրաժարվելու պատճառը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն է, որը սոցիալական վճար է պահում ոչ միայն պետական բուհի, այլև մասնավոր հատվածից ստացված աշխատավարձից, եթե պետական բուհի աշխատակիցը երկրորդ աշխատանքն ունի։ Շատ դեպքերում սոցիալական վճարը գերազանցում է պետության տված աշխատավարձը, ստիպելով դասախոսներին հեռանալ։ Պոլիտեխնիկի միկրոէլեկտրոնիկայի ամբիոնն օրինակ մեկ օրում կորցրել է 4 երիտասարդ եւ խոստումնալից դասախոսի։ Ես գործում անեի գիտական եկա ու մի տեսակ թևաթափ եղա ու շատ նեղվեցի։ Պոլիտեխնիկի ամբիոնի վարիչ Վահե Բունյաթյանն այժմ վերաբաշխում է ժամերը, հեռացող 4 երիտասարդներից 3-ի հրամանն արդեն կա։ Ամբիոնի վարիչը դժվարանում է փոխարինող դասախոսների գտնել, հեռացել են տաղանդավոր եւ նեղ մասնագետներ, որոնց վրա ներդրում էր արել եւ բուհը եւ բուհի մասնագետները։ Ժամանակին պարծենում էին, որ ողջ բուհում ամենամեծ թվով երիտասարդները հենց իրենց ամբիոնում էին դասավանդում։ Հիմա կանգնած են տհաճ փաստի առջև։ Ամենաերիտասարդ ամբիոններից մեկն էր, որից 6-ը իմ ասպիրանտներն աշակերտներն էին, եւ այս 4 հոգի ես հրավիրել էի պետական համալսարանի զարգացող հեռանկարային միկրոնանոտեխնոլոգիաների ուղղությամբ երիտասարդ կադրերին։ Բոլորը մինչև 30 տարեկան, 35 չկան։ Բոլորը տեխնացուական կամ աշխատում են գիտության նվիրյալներից այդպիսի տպավորությամբ ու այդ առումով շատ լավ է զգում։ Հեռացող դասախոսներին ամբիոնը չի փորձել համոզել փոխել որոշումը, հասկանալով, որ հակառակ դեպքում նրանք մեծ գումարներ են կորցնելու, քանի որ աշխատում են բարձր վարձատրվող միկրոէլեկտրոնիկայի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, իսկ համատեղում էին, որովհետեւ բուհից ստացած աշխատավարձով ընտանիք ստեղծել եւ ապրել չէին կարող։ Հեռանալ պատրաստ է նաեւ Համազասպ Դանիելյանը, ով դասավանդում էր Երևանի պետական համալսարանում, ասում է դժվարանում է մեկ օրում փակել կյանքի կարևոր էջը, պատրաստ է անգամ անվճար դասավանդել։ Համալսարանում դասավանդելու համար այդ փոքր, այսինքն սեմեստրում 1 կամ 2 առարկա ինչ-որ նախատեսվում էր, համար ես պետք է լրացուցիչ իմ գրպանից վճարեմ, որը դժվար ընտրության առաջ է ինձ կանգնեցրել եւ ոչ միայն ինձ, ես գիտեմ անձամբ ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ով այդ երկընտրանքի առաջ են կանգնած, առաջարկել են, որ կարող եմ անվճար դասավանդել, բայց եթե դա չի ենթադրելու, որ գումարներ են պահելու, որովհետև քառորդ դրույքի դեպքում այսպես թե այնպես գրեթե անվճարի համարժեք է դասավանդելը։ Դանիելյանին պետական համալսարանից խնդրել են վերադառնալ աշխատանքի, նշելով, որ սպասվում է համակարգային լուծում։ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը մեծ զրույցում ասաց, որ միայն ԵՊՀ-ի 1 տասնյակ երիտասարդ կադրեր խնդրել են դադարեցնել պայմանագրերը։ Թե քանիսն են ասել, որ կհեռանան, եթե մինչև դեկտեմբեր հարցին լուծում չտրվի, Սիմոնյանը չկարողացավ հստակ նշել, ընդունելով, որ նրանց թիվը նույնպես մեծ է։ Մենք դրա համար հարց բարձրացրել ենք մեր նախարարի առաջ, պարոն Աշոտյանը տեղյակ է, մենք ռեկտորների խորհրդով հանդիպել ենք իր հետ, այս հարցը քննարկել ենք, նախարարի ասելով խնդիրը պրոբլեմը ընկալելի է, հասկանալի է եւ ինքը հույս ունի, որ որոշակի լուծում կստանա այնպես, որպեսզի բուհերը, բուհական աշխատողները այս հարցում չտուժեն։ Ռեկտորին դեռևս հայտնի չէ, թե ինչ լուծում կարող է առաջարկել նախարարությունը, իսկ մինչ այդ Համազասպ Դանիելյանն իր զարմանքն է հայտնում, թե ինչպես կարող էին պետական այրերը այսքան անհեռատես գտնվել։ Արդյոք որևէ մեկը փորձել է հաշվարկել, փորձել է կանխատեսել, փորձել է հարցուփորձ անել, թե եթե երկընտրանքի առջև դնես այն երիտասարդ մասնագետներին, ովքեր առանց այդ փոխհատուցում չեն ստանում իրենց աշխատանքի համար, նվիրումից ելնելով գրում են, դասավանդում են, արդյոք կմնան, քանի տոկոսը կմնա։ Ամբիոնի վարիչ Բունյաթյանը նույնպես ապշած է, ինչպես կարող են գիտելիքահեն տնտեսության մասին խոսող իշխանությունները նման որոշում կայացնել։ Ձերքը գիտի ձախն ինչ անում։ Չեն մտածել, որ դրանով այս վերջին ճյուղն էլ կարող է կտրվել երիտասարդների։ Եվ ինչ։